Ռոզատատի դեմքին գայլի հարցակումից միայն հետքերն են մնացել, շուտով դրանք էլ չեն լինի։ 75-ամյա տատը ժամը լրատվականին պատմում է օրեր առաջ իր հետ կատարված է։ Ինչպես հայտնվեց գայլի ճանկերում ու հրաշքով պրծավ գիշատչի երախից։ Հազարի առաջ այդ փոս կողմիցը գալիս է։ Վայրի կենդանին Ռոզա Հարությունյանի վրա հարձակվել է անասնագոմի դռան մոտ։ Հավանաբար թիրախը եղել է ոչ թե տատը, այլ անասունները։ Գիշատիչը նախ բռնել է կնոջ ձեռքերից, հետո վնասել դեմքը։ Ցախավել կարվել կալավոր պաշտպան։ Ռոզա տատը գայլի ճանկերից ազատվելու համար ձեռքը գցել է գետնին ընկած ավելին ու մի քանի հարված հասցրել կենդանու գլխին։ Ասում է մինչև այդ գայլն իրեն մի քանի մետր քարշ էր տվել գետնին։ Գազազած կենդանին հարվածներից նահանջել է դեմքի վնասվածքի պատճառով։ Ռոզա տատը չի կարողացել օգնություն կանչել, ինքնուրույն է տուն հասել։ Ինքնուրույն բարձրացա, բայց չկարողացի։ Ռոզա տատը հիշում է գայլի հետ մենամարտի յուրաքանչյուր դրվագը, խաչիկցի կնոջ վրա գիշատիչը հարձակվել էր մարտի 21-ին։ Նա հիմա Էրեբունի բժշկական կենտրոնում է, վերակենդանացման բաժանմունքում։ Մոտ 5 ժամ տևած վիրահատության ընթացքում բժիշկները վերականգնել են Ռոզա Հարությունյանի հոշոտված դեմքը։ Իմպլանտներով այդ օսկրները կոտրված այդ օսկրը բանարը ֆիքսվել է։ Հիմա արդեն այդ իմպլանտը կծածկվի մաշկով։ Միքայել Մանուկյանն ասում է, Ռոզա տատի դեմքի վնասվածքը շատ մեծ է եղել ու խորը։ Այդ իսկ պատճառով վիրահատարանում միանգամից մի քանի խումբ վիրաբույժներ են աշխատել։ Բժիշկներն ասում են, հերոստատը արագ վերականգնվում է։ Անջատված արհեստական շրջարությունից ինքը պարզ գիտակցությունով է խոսում է մեր հետ, հացաուտում բերանով։ Ռոզա տատին երկրորդ վերականգնողական վիրահատությունն է սպասվում։ Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրենն ասում է, վերականգնողական միջամտություններից հետո մի քանի շաբաթ անց Ռոզա Հարությունյանը վերջնական պլաստիկ վիրահատության կենթարկվի։ Այդա Կարապետյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։